Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ Բաքվի երազանքը իրականություն, Ալիևը զավթում է Նախիջևանը։ Թրիփ, հյուսիս-հարավ ու ասֆալտապատում, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ամփոփում է 2025-ը։ Մենք ռիսկեր չենք տեսնում այդ նախագծի իրականացման համար։ Բանակի փոխարեն աշխատանք հայրենիքում, որ բուհերի ուսանողներին կազատեն ծառայությունից։ Ընտրություն, դատական նիստ ու թրիփ, երրորդ նախագահը դատարանում էր, ինչ թեմաների է անդրադարձել։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին։ Երկու նամակ Բագրատ Սրբազանից դեպի Վաշինգտոն, ում է նամակ ուղարկել կալանավորված հոգևորականը։ Ոսկու և արծաթի գները կտրուկ աճից հետո կտրուկ անկում են, որն է պատճառը։ Բագրատ Սրբազանը քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբներին երկու նամակ է տվել, որոնցից մեկն ուղղված է միջազգային կրոնական ազատության վեհաժողովին, որն այս պահին ընթանում է Վաշինգտոնում, իսկ մյուսը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսին, որը շուտով կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Wanted to make clear to the President of Azerbaijan and the Prime Minister of Armenia that the United States will not accept the continued persecution of the Armenian Apostolic Church. Առաջին, Ադրբեջանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին հստակ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի հայ առաքելական եկեղեցու շարունակական հալածանքները։ To tell both leaders to release their political prisoners, especially the 20 Armenians held hostage in Baku, and the 4 clergymen and their supporters of the church who are imprisoned in Armenia. Երկու առաջնորդներին էլ հորդորել ազատ արձակելու իրենց քաղբանդարկյալներին, մասնավորապես Բաքվում պատանդ պահվող 20 հայերին եւ Հայաստանում բանդարկված եկեղեցու 4 հոգեվորականներին եւ նրանց կողմնակիցներին։ And lastly, to include the Mother See of the Holy Echmiadzin as a dialogue partner in the Armenia-Azerbaijan peace process. Եվ վերջում Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ներառել, որպես երկխոսության գործընկեր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ Իդեպ ԱՄՆ փոխնախագահին ուղերձ է հղել նաև Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Թաթոյանի խոսքով Հայաստան կատարելի առաջիկա այցի ժամանակ Դիվենսին գուցե շատ բան կպատմեն, բայց ոչ այն առաջնային խնդիրները, որոնք իսկապես հուզում են մեր հասարակությանը։ Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների և պատանդների նրանց խոշտանգումների մասին։ Նրանք քրիստոնյաներ են, որոնց միակ հանցանքը նրանց հավատն ու ազգային ծագումն է։ Ադրբեջանը 2021 թվականից նաև օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Մեր թիմն ունի նաև ապացույցներ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի առաջիկա դիվանագիտական այցը կրկին ուշադրություն է հրավիրել դեկտեմբերին գրված նամակի վրա, որում կաթոլիկ և հայ առաքելական եկեղեցու առաջնորդները կոչ են արել Հռոմի Պապին միջամտել Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու հարցին։ Ամերիկայի կաթոլիկների կազմակերպության պարբերականը հիշեցնում է, որ Հռոմի Պապին ուղղված նամակում մտահոգություն են հայտնել այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունը զրկել է կալանավորներին իրավական պաշտպանությունից, սահմանափակել են ընտանիքի հետ կապ հաստատելու միջոցները և խախտել նրանց քրիստոնեական հավատը կալանքի տակ գտնվելու ընթացքում։ Իսկ քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Մայրաթորում հանդիպել է վեհափառին։ Նա հայտարարել է, որ ամենայն հայոց կաթողիկոսն ամուր, հաստատուն, վճռականությամբ լի կանգնած է պաշտպանելու իր ազգին, իր հոտին և կատարելու իր պարտականությունները։ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը փաստահավաք առաքելություն է իրականացրել Հայաստանում։
Իսկ Վաշինգտոնում ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին ելույթ է ունեցել փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա Վաշինգտոնում խոսել է իշխանության սկսած հակաեկեղեցական արշավի ու եկեղեցականների դեմ բռնաճնշումների մասին։ Անցյալ գարնանից Հայաստանի կառավարության առաջատար դեմքերը գործադիր իշխանությունից պահանջել են ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Սա նույնն է, ինչ եթե կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջեր Հռոմի պապի հրաժարականը, ասել է փաստաբանը։ I would like to add Առաքելական եկեղեցու 4 եպիսկոպոսներ շարունակում են կալանավորված մնալ։ Մեր առաքելական եկեղեցու 6 սրբազանների մեղադրանք է ներկայացվել սահմանափակելով ազատ տեղաշարժը։ Անցյալ հունիսին ձերբակալվեց եւ կալանավորվեց նաեւ առաքելական եկեղեցու ամենախոշոր դոնորը Սամվել Կարապետյանը։ Հայաստանի կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ։ Նախնական կալանքը վերածվել է պատժի, ինչն անընդունելի է։ Մեր ազգային բարերարը եւ սուրբ առաջնորդները դարձել են քաղբանտարկյալներ մեր իսկ երկրում։ Իսկ Երևանում դատարանը հրապարակել է Արշակ Սրբազանի գործի վերաբերյալ որոշումը։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Սրանով շարունակում է եկեղեցու դեմ ճնշումները, սրանով շարունակում է Արշակ Սրբազանի նկատմամբ այս ամեն ինչ, ինչ որ արվում էր շատ վաղուց սկսված, այս ամեն ինչն է։ Սահմանափակվեց բնականաբար տեսակցությունները, միայն ուրախալի բան ունեմ ասելու, որի միջնորդությունը հրոջ երեխաներին տեսակցելու մասով բավարարվեց։ Միայն հրոջ երեխաները կարողանան այցելել։ Բաբայանի խոսքով քննիչը հավաստիացրել է, որ Սրբազանի գործի վերաբերյալ իրեղեն ապացույց թմրանյութի գլանակը չի անհետացել։ Հիշեցնեմ, դեկտեմբերին ձերբակալված Արշակ Սրբազանին ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել էր քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո։ Նրան մեղադրում են Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակի մեջ իբր թմրամիջոց գցելու հրահանգ տալու համար։ Ռուսական հացահատիկի եւս մեկ խմբականակ ժամանել է Հայաստան Ադրբեջանի տարածքով, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Գնացքը տեղափոխել է 1746 տոննա բեռ։ Այս ֆոնին էլ շարունակվում են քննարկումները TRIP նախագծի վերաբերյալ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է, թե ում հետ է աշխատելու Հայաստանն այս նախագծի շուրջ։ Դավիթ Խուդատյանը 2025-ի աշխատանքներն ամփոփելիս խոսել է ատոմակայանի, Հայաստանի էներգահամակարգի, հայկական ավիացիայի ու ասֆալտապատման մասին։ Ասուլիսին ներկա է եղել Անիա Բաղյանը։ Ռիսկեր չկան։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պատասխանն է TRIP-ի վերաբերյալ մեր հարցին։ TRIP-ի իրագործման դեպքում ճանապարհաշինական ամբողջ բլոկը ՏԿ նախարարության պատասխանատվության ներքո է լինելու արդյոք։ Առանձնացրել եք կոնկրետ ռիսկեր։ Մենք ռիսկեր չենք տեսնում այդ նախագծի իրականացման համար եւ եթե նույնիսկ որոշակի ռիսկեր լինեն, դրանք կառավարելի ռիսկեր կլինեն։ Նախարարը չանդրադարձավ մեր այն հարցին, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի ներգրավվածության արդյունավետ մոդելը նոր խոշոր ծրագրում TRIP-ում, որպեսզի դրանք ունենան չափելի արդյունք եւ ժամկետներ։ Ճանապարհները անտանելի քանդված էր, ինչ որ ջրատարներ էին զուգահեռ քաշում, սա խառնվեց իրար, հետո անձրևները, այլ դրանքային ճանապարհ կար, որը ցեխող էր, հիմա որոշ չափով գոնե լավ է, որ վերին կարմիրից ճանապարհը սարքված է, բայց դեռևս վերջնական, որ արդեն լրիվ վերջնական 100%-ով սարքված է, չգիտենք երբ կլինի։ Բողոքը փոխանցել ենք նախարարին, հարցրել որտեղ է որակյալ ասֆալտը, ճանապարհը։ Ի պատասխան Խուդատյանն ասաց, քաղաքացիները գոհ են իրենց կառուցած ճանապարհներից։ Քաղաքացիների դժգոհությունը կարծում եմ կապված է չկառուցված ճանապարհների մասով, որտեղ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցը շատ ավելի երկար է, քան իմ նշած 5000 կիլոմետր է։ Բայց ուրախությամբ կուզեմ արձանագրել, որ մենք եւ պետական համաֆինանսավորման ծրագրով եւ պետբյուջեի միջոցներով ենք աշխատանքներ իրականացնում ճանապարհներին եւ հույս ունեմ եւ վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիների համար այդ փոփոխությունները ակնհայտ են, ակնառու են, հաճելի են։ 2025 թվականին 61 միլիարդ դրամի աշխատանք է կատարել գերատեսչությունը։ Հիմնականում ճանապարհների կառուցման եւ վերակառուցման ուղղությամբ։ Մինչդեռ արդյունքը գոհացնող չէ, նշում է զրուցակիցս, որ Տավուշի մարզից է։ Տեղափոխ
Փոփոխություններն է հիմնական խնդիրը, որ դժվարացնում է։ Ասուլիսի ընթացքում Խուդատյանն ասաց, 10 կամուրջ եւ 2 տրանսպորտային հանգույց են կառուցել։ Ավարտել են նաեւ Վեդիի ջրամբարի կառուցումը։ Մինչդեռ կառավարությունը 2021 թվականին նախընտրական խոստում էր տվել 5 տարվա ընթացքում կառուցել 18 ջրամբար։ Գործընկերոջս հարցին ստացվում է խոստումները չեն կատարել։ Խուդատյանն ասաց. Մեր կապալառու ընկերությունները ընտրվում են մրցութային կարգով եւ հետեւաբար նույնիսկ կառավարության մեծ ցանկության դեպքում մենք չենք կարող երաշխավորել ժամկետում իրականացվող աշխատանքը։ Խուդատյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացմանը։ Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ լավ կլինի Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիային։ Ինչպես է կյանքի կոչելու այդ ծրագիրը, եթե Թուրքիան ունի հատուկ պայմաններ։ Մեր համար առաջնահերթությունը մեր 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, ինչը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն ներմուծել արտահանելու տեսանկյունից, այլև գաղտնիք չի, մասնագետները կհաստատեն ինքը կայունություն է հաղորդում էներգահամակարգին։ Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունները չեն խանգարի։ Խուդատյանն ասաց, որ խոսել են Իրանի ՏԿ նախարարի հետ, քննարկում են, բայց չկա որոշում։ Խուդատյանը հայտարարեց, ապրիլից հայկական ատոմակայանը մեծ հավանականությամբ 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից։ Նոր ատոմակայանի վերաբերյալ էլ ունեն կարևոր որոշում։ Ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային։ Իդեպ, Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստան այցի ժամանակ կներկայացնի մոդուլային ատոմակայանի վերաբերյալ փորձն ու պատկերացումը։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Մինչ պաշտոնական Երևանը խոսում է խաղաղության, Ադրբեջանի հետ համատեղ ծրագրերի իրականացման մասին, Բաքուն դաշտ է գցում հերթականականը։ Ալիևը զավթում է Նախիջևանը, բայց ոչ թե ուժի կիրառմամբ, այլ դիվանագիտական քայլով։ Սահմանադրությունից հանել են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, այն փաստաթղթերը, որոնց հիման վրա մեկ դար կառուցված էր Նախիջևանի ինքնավարությունը։ Ստացվում է Բաքուն կրկին փոխում ու կեղծում է պատմությունը, այս անգամ թաթը դնելով Նախիջևանի վրա։ Թեմային Սեդա Մակարյանն է անդրադարձել։ Ադրբեջանը լուր առանց աղմուկի փոխում է խաղի կանոնները, վերաշարադրում Նախիջևանի կարգավիճակը եւ ջնջում այն պայմանագրերը, որոնց վրա մեկ դար կառուցված էր այս տարածքի իրավական ճակատագիրը։ Բաքուն փոփոխել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունը, այնտեղից հեռացնելով Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հիշատակումները։ Սրանք այն փաստաթղթերն էին, որոնցով ձևակերպվել էր Նախիջևանի ինքնավար կարգավիճակը։ Հաջորդ քայլով Ալիևը սահմանադրական նոր փոփոխությամբ կարող է արդեն պաշտոնապես հայտարարել Նախիջևանը որպես պարզապես ադրբեջանական վարչատարածք, վերջակետ դնելով դրա կիսաանկախ կարգավիճակին։ Քաղաքական իմաստով եւ միջազգային հարաբերությունների իմաստով սա ընդամենը տարածաշրջանում եւ աշխարհում ստատուս քվոյի խախտման եւ նոր ստատուս քվոյի ձևավորման ժամանակամիջոց է, այսպես ասենք, տրանսֆորմացիոն ժամանակահատված, որից յուրաքանչյուր կողմ փորձում է իր համար նոր ստատուս քվո հաստատել։ Այս գործընթացին որևէ պետություն չի խոչընդոտում, այդ թվում հենց պայմանագրերի կողմերը՝ Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանը։ Ավելին, 2022 թվականին Հայաստանի վարչապետը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քառակուսի կիլոմետրով, որի մեջ ներառված է նաև Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։ Իսկ կողմերն իրավունք ունեին միջամտել այս գործընթացին։ Որպեսզի դու լինես տվյալ պայմանագրի կողմ կամ շահառուն, առնվազն պետք է այդ պայմանագիրը ստորագրած կողմի իրավահաջորդը դու քեզ ճանաչես։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը հռչակել է իրեն որպես առաջին հանրապետության իրավահաջորդ։ Արդյոք Վրաստանի իշխանությունները ընկալում են իրենց որպես եւ միջազգային իրավական առումով հռչակում են իրենց որպես առաջին հանրապետության իրավահաջորդ։ Տեսեք Ադրբեջանի պարագայում Ադրբեջանը իրեն ճանաչում է սահմանադրությամբ առաջին հանրապետության կամ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ։ Քաղաքագետի խոսքով Փաշինյանի հայտարարությունից հետո, եթե պայմանագրի կողմերից որևէ մեկը փորձեր միջամտել, Ադրբեջանը դա կարող էր ներկայացնել որպես իր ներքին գործերին միջամտելու փորձ։
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն էլ պնդում է, Ադրբեջանը իրավական հիմք չունի Նախիջևանի ինքնավար կարգավիճակը վերացնելու եւ այն ամբողջությամբ իր կազմի մեջ ներառելու համար։ Թուրքիայի համար Նախիջևանի հարցը շատ լուրջ սպանակ է, որ նա Ադրբեջանին միշտ պահի այն կարգավիճակում, որը Թուրքիային ձեռնտու է, որտեղ հասկանում եք, չէ՞, որ Էրդողանն ու Ալիևը հավերժ չեն, մի գեղեցիկ որ նոր իշխանություններ կգան եւ այնտեղ եւ խնդիրներից նրանք երաշխավորված չեն եւ Նախիջևանը շատ լուրջ զսպանակ է, ինչով Թուրքիան կարող է ազդել եւ ճնշել Ադրբեջանին։ Ռուսաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից բացի Նախիջևանի հարցով զգայուն դերակատար է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Թեհրանն այս գործընթացը համարում է իր անվտանգային կարմիր գծերից մեկը, սակայն Բաքուն, ըստ մասնագետների, ճիշտ ժամանակ է ընտրել։ Իրանն այս պահին կենտրոնացած է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա եւ տարածաշրջանային այս զարգացումներին ակտիվ ներգրավելու ռեսուրս չունի։ Դա թե հնարավորություններ է բացում Բաքվի բարբարոսական վարչախմբի համար, թե ռիսկ էր, որովհետև ըստ էության միջազգային իրավապայմանագրային հենքի վրա ստեղծված միավոր է Նախիջևանի ինքնավարությունը, ուստի այդ հենքի քայքայումը բերում է դրա միջազգային լեգիտիմության խնդրի ի հայտ գալուն, ինչից բնականաբար կարող են օգտվել տարբեր խաղացողներ, մասնավորապես ակնհայտ է, որ իրանական կողմը անտարբեր չէ Նախիջևանի ճակատագրի նկատմամբ։ Քաղաքագետների խոսքով մեր հայրենիքի եւս մեկ հատված տարածաշրջանում վերածվում է աշխարհաքաղաքական կռվախնձորի, սակայն այս խաղի խոշոր դերակատարները զբաղված են այլ գլոբալ առաջնահերթություններով, ինչից օգտվում է Բաքուն։ Մասնագետների գնահատմամբ ստեղծված նպաստավոր պայմանները թույլ են տալիս Ադրբեջանին վերաձևել իրականությունը, խախտելով միջազգային պայմանագրերը եւ չստանալով համարժեք արձագանք թե արտաքին աշխարհից, թե Հայաստանից։ Սեդամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետական կուսակցությունն առայժմ չի որոշել ի վերջո մասնակցելու է արդյոք հունիսին կայանալիք խորհրդարանի ընտրությանը, թե ոչ։ Այսօր էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր գործի վերաբերյալ դատական նիստից առաջ ասել է, որ չունեն որոշում։ Խնդրական ադվոկատ է մեկնարկել, ԳՄ հայտարարություն տարածվեց։ Ընտրությունների վերաբերյալ ունեք որոշում, եթե կա հանրայնացում։ Ոչ, ունենք որոշում, եթե ունենանք կասենք։ Պարոն Սարգսյան, իսկ հավատում մեծ դաշտի կարող է միավորվել։ Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմությամբ միավորվելը շատ բարդ խնդիր է։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, կարծում եմ դուք էլ եք այդպես կարծում, թե՞։ Սերժ Սարգսյանը խոսել է նաև թրիփի մասին։ Երրորդ նախագահի խոսքով ադրբեջանցիները դրան անվանում են միջանցք, թուրքերն անվանում են միջանցք, Հայաստանի Հանրության մի մասն անվանում է միջանցք, իսկ իշխանությունը համարում է անվտանգության երաշխավոր, խաչմերուկ, բայց ինչպես միշտ, իրենց ասածները մի շաբաթ հետո, մի ամիս հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի, ասել է Սարգսյանը։ Տնտեսական հարաբերությունները, ցանկացած տնտեսական գործունեություն կարող է ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, բայց խաղաղության երաշխիք երբեք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիք կարող է լինել միայն ու միայն այն կառույցները, ովքեր դրա վրա ազդելու ունակություն ունեն։ Իսկ անվտանգության անկյունաքարային նշանակություն ունեցող բանակում նոր փոփոխություններ են տեղի ունեցել։ Ազգային ժողովը քննարկում է օրենքի փոփոխության մի ծրագիր, որի համաձայն այն երիտասարդները, որոնք կսովորեն աշխարհի առաջատար համալսարաններում, կարող են իրենց գիտելիքը ծառայեցնել հայրենիքին եւ չծառայել բանակում։ Ծրագիրն արդեն ստացել է դրական եզրակացություն։ Թեմային անդրադարձել է Անահիտ Սարգսյանը։
Սովորել աշխարհի լավագույն համալսարաններում եւ այդ գիտելիքով վերադառնալ Հայաստան։ Ազգային ժողովում քննարկվում է օրենքի փոփոխություն, որով Շանհայի վարկանիշի թոփ 50 բուհերում սովորած Հայաստանի քաղաքացիները հայրենիք վերադառնալու եւ 3 տարի աշխատելու դեպքում կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Ծրագիրը գործում է 2018-ի ապրիլից։ Նախորդ իշխանություններն էին նախաձեռնել։ Կառավարությունը որոշում էր կայացրել կրթության եւ մշակույթի ոլորտում առանձնապես շնորհյալ մեր քաղաքացիներին, ովքեր որ աշխարհի առաջին 5 տասնյակում ներառված բուհերում հնարավորություն են ստանում ուսանելու, նրանք որոշակի ժամանակահատվածով ազատվում են տարկետման իրավունքից։ Շուրջ 8 տարվա պատմություն ունեցող այս ծրագիրը նույն նպատակն ուներ, որակյալ կրթություն ստացած երիտասարդը վերադառնա եւ իր գիտելիքը ծառայեցնի հայրենիքին։ Այսօր առաջարկվում է այդ մոտեցումը դարձնել ավելի հստակ եւ պարտադիր վերադարձի պայմանով։ Իրանց մեծ մասը չի գալիս Հայաստան, ուղղակի կորցնում ենք իրանց։ ԿԳՄՍՆ-ի իրավաբանական վարչությունը դեռ չունի բավարար տվյալ վերլուծելու եւ հետեւություններ անելու դրսում սովորող հայ երիտասարդները վերադառնում են հայրենիք, թե ոչ։ Հիմնականում 20-21 թվից սկսած են մեծ թվով երեխաներ գնացել թոփ 50 բուհերում սովորելու։ Ու այդ գնացող երեխաների մեծ մասը դեռ ուսման process-ի մեջ են։ Մենք չունենք այտենց մեծ թվաբանական ինչ-որ վերլուծություններ, որ ասեն գնում են ու էլ ետ չեն գալիս։ Բանակային ծառայությունից վերջնական ազատվելու համար մի քանի փուլեր պետք է անցնել։ Իրանք պետք է այդ թոփ 50 բուհերից մեկի սովորելու համար տարկետում ստանան, սովորեն, ավարտեն որևէ կրթական ծրագրով։ Նոր հետո կարողանան դիմել Հայաստանում 3 տարի աշխատեն ու ազատվեն զինվորական ծառայությունից։ Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա պետությունն այստեղ մասնակցություն չի ունենալու։ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով նախաձեռնությունը կարող է արդյունավետ լինել մի դեպքում։ Եթե տարեկետման իրավունքից հետո մարդիկ չեն վերադառնում, այդ դեպքում արդարացված է օրենքը։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկում է ծրագիրն ընդլայնել, ներառելով առաջատար այլ բուհեր ևս։ Առաջին հայացքից թոփ 50 համալսարանը լավ է հնչում, բայց օրինակ թոփ 200, թոփ 300, թոփ 400, թոփ 500-ը նույնպես լավ է հնչում։ Շանհայի վարկանշավորմամբ թոփ 50 համալսարաններն ավարտած երիտասարդների աշխատանքային ոլորտը Հայաստանում սահմանելու է կառավարությունը։ Արտակ Զաքարյանը մատնանշում է այն ոլորտները, որոնցում պետք է գործի դրվեր երիտասարդ գիտնականների ներուժը։ Իսկ ինչ նախանգարում այդ նույն լավագույն կրթություն ստացող մարդկանց ներառել նաև պաշտպանական համակարգում։ Ծառայություն աշխատանք համատեղելով։ Մենք այն ժամանակ այդ մտայնությունն ունենք, որ զինված ուժերը եւս տեխնոլոգիական եւ զարգացման տարբեր ճանապարհ են անցնելու, այդ լավագույն բուհերում սովորող մեր մասնագետները, հատկապես բնագիտական կրթություն ստացողները շատ, այսպես, մեծ պետությունը պետքա որ մեծ ուրախությամբ ներառի, ներգրավի իրենց նաև պաշտպանական համակարգի կարողությունների զարգացման գործում եւ գաղափարը հենց դա է։ Նախարարության տվյալներով 2018 թվականից աշխարհի առաջատար 50 բուհերում սովորելու նպատակով տարկետում է ստացել 650 քաղաքացի։ Նրանց մեծ մասը դեռ շարունակում է ուսումը։ Ամեն կերպ պետք է մեխանիզմը կառուցել այնպես, որ տվյալ քաղաքացին, ով գնացել է դրսում սովորել, նախ գիտակցի, որ պետությունն է իրան տվել այդ հնարավորությունը։ Զաքարյանը նշում է, որ ծրագրից օգտվող երիտասարդը պիտի գիտակցի, որ իր փոխարեն գնացել են ծառայելու ուրիշները եւ պատասխանատվություն ստանձնի թիկունքում։ Հակառակ դեպքում նախագիծը կարող է վերածվել ծառայությունից խուսափելու մեխանիզմի։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Վերաբացել են Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը, հայտնել է BBC-ն։ Վերաբացումը պետք է տեղի ունենար Իսրայելի և Համասի միջև հրադադարի ծրագրի առաջին փուլի ընթացքում, սակայն Իսրայելը արգելափակեց գործընթացը մինչև իսրայելցի վերջին պատանդի մարմնի վերադարձը։ Մոսկվան մինչև հիմա Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս զարգացնել հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Նրա հետ ռազմավարական գործընկերությունն առաջնահերթություն է, լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը, մեկնաբանելով Թրամփի խոսքերը։ Հիշեցնեմ, որ ԱՄՆ նախագահ Հնդկաստանի վարչապետի հետ բանակցություններից հետո հայտարարել է, թե Նյու Դելին պատրաստ է հրաժարվել ռուսական նավթից։
Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքները պետք է լինեն համապարփակ եւ իրավականորեն ամրագրված միջազգային մակարդակով։ Հակառակ դեպքում մենք չենք կարող ասել, որ պատերազմն ավարտվել է, հայտնել է Զելենսկին։ Նման երաշխիքների ամենակարևոր բաղադրիչներից մեկը Ուկրաինայի լիիրավ անդամակցությունն է Եվրամիությանը։ Հենց ԵՄ-ն է, որ երկարաժամկետ հեռանկարում կապահովի հուսալի քաղաքական, տնտեսական եւ իրավական պաշտպանություն արտաքին սպառնալիքներից, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Եվ վերջում, անցյալ շաբաթ ռեկորդային բարձրակետերի հասնելուց հետո ոսկու եւ արծաթի գները կտրուկ անկում են։ Ոսկու գինը, որը նախորդ շաբաթ գերազանցեց 1 ունցիայի համար $5,500, նվազել է 1 ունցիայի համար $4,500 ցածր։ Իսկ անսպասելի անկումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քևին Որշին առաջադրեց դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնում, ինչը շուկաներն ընկալեցին որպես ագրեսիվ տոկոսադրույքների կրճատման հնարավորություն նվազեցում։ Դա ոսկին եւ արծաթը դարձրեց պակաս գրավիչ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի առավոտյան ժամի 9-ին, տաղավարում կաշխատի Սվետլանա Պետրոսյանը։ Շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։